Ապրիլի 11-ից 12-ը Ծաղկաձորում անցկացվել է սեմինար քննարկում նվիրված ներքին գործերի նախարարության և ոստիկանության շուրջ հանրային ընկալումներին ու ապատեղեկատվության դեմ պայքարին։ Միջոցառմանը մասնակցել են ներքին գործերի նախարարության, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և հանրային կարծիքի առաջատարներ։ Մենք տեսել ենք եւ տեսնում ենք, որ ոստիկանության եւ ներքին գործերի նախարարության ոլորտում բազմաթիվ են ապատեղեկատվությունները, բազմաթիվ են մանիպուլյացիաները, բազմաթիվ են հանրությանը մոլորեցնելուն ուղղված գործողությունները եւ առհասարակ հիբրիդային սպառնալիքների սահմաններում մենք տեսնում ենք, որ կա տենց ապահովության բացակայության տպավորություն ստեղծելուն ուղղված գործողություններ։ Եվ այս կոնտեքստում մեր համար շատ կարևոր էր, որպեսզի հանրային կարծիքի առաջատարները, որպեսզի լրագրողները կարողանան առաջին ձեռքից ինֆորմացիաներ ստանալ եւ հստակ փաստահեն տեղեկություններ ունենան ոլորտի հետ կապված։ Սեմինար քննարկման բանախոսներն էին ներքին գործերի նախարարի տեղակալներ Արմեն Մկրտչյանն ու Արմեն Ղազարյանը, քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Բարսեղյանը, բարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Զաքարյանը, ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար, հանրային հաղորդակցության եւ իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը եւ քրեական ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանը։ Նրանք ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում կիրառվող մոտեցումները, ճշգրիտ տեղեկատվության ժամանակին տրամադրման եւ հանրային իրազեկման տեսանկյունից կարևորելով ներքին գործերի նախարարության դերը։ Մեր օրերում ապատեղեկատվությունը քաղաքացու համար օրախնդիր է, որովհետև, ինչպես գիտենք, այն ազդում է մարդու որոշումների կայացմանը, հանրային ընկալումներին եւ առհասարակ քաղաքացու տրամադրվածությանը եւ մանավանդ ներքին գործերի նախարարությունը, որը ունենալով բազմավեկտոր ուրեմն գործունեության մանդատ, մենք տեսնում ենք շատ դեպքերում հայտնվում է կեղծ լուրերի, կեղծ խոսույթների թիրախում։ Հանրային դերակատարները բավականին մեծ ազդեցություն կարող են ունենալ եւ մենք ակնկալում ենք, որ նաեւ այսպիսի քննարկումների արդյունքում եւ տեղեկացվածության մակարդակի բարձրացման արդյունքում նաեւ այդ հանրությանը ապատեղեկատվություն զերծ պահելուն ուղղված ջանքերը լրագրողների, բարեխիղճ լրագրողների եւ հանրային կարծիքի առաջատարների ավելի էֆեկտիվ կլինեն։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել հանցավորության դեմ պայքարի, կոնկրետ դեպքերի վերլուծության, ՀՀ վիզաների ազատականացման, հաշվառման քննական ծառայությունների մատուցման, կադրերի պատրաստման եւ այլ ոլորտների վերաբերյալ հարցերին։ Բանախոսները պատասխանել են մասնակիցների հարցերին, ներկայացնելով վիճակագրական տվյալներ, անելիքներ եւ արկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլեր։ Շատ ինֆորմատիվ սեմինար էր, հնարավորություն կար ոչ միայն խնդրահարույց հարցեր բարձրաձայնելու, այլև դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ քննարկումներին ծանոթանալու։ Շատ կարևոր են այս օրինակ հանդիպում քննարկումները, որոնք վերջնահարցությունքում միտված են ճշգրիտ տեղեկատվական պատկեր ունենալուն Հայաստանի Հանրապետությունում։ Եվ նաև որպես քաղաքասարակության ներկայացուցիչներ, որպես զանգվածային լրատվության ներկայացուցիչներ, ներսից կարող ենք բարձրաձայնել հարցեր, ստանալ պատասխաններ հենց նախարարության առաջին դեմքերից։ Սեմինար քննարկումը կազմակերպվել էր ԵՄ կողմից ֆինանսավորվող հաշվետու արդյունավետ եւ գենդերազգայուն ինստիտուցիոնալ կառուցակարգեր ՀՀ ոստիկանությունում եւ փրկարար ծառայությունում ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եւ ԵԱՀԿ-ի կողմից։